ՔՊԱ-ական Վլադիմիր Վարդանյանը հավակնում է պատգամավորական մանդատը փոխարինել սահմանադրական դատավորի պաշտոնով, Բաղրամյան 19-ից իջնել նույն պողոտայի 10-րդ հասցե։ Նա հանրապետության նախագահի թեկնածուն է սահմանադրական դատարանի կազմը համալրելու համար։ Հենց այս մասին հարց ընդդիմությունից, ինչ սկզբունքով է Վահագն Խաչատուրյանի ընտրությունը կանգ առել իշխանական պատգամավորի վրա։ Եթե չեմ սխալվում, Արմեն Սարգսյանի ժամանակ ինչ-որ մի մրցութային ձևաչափ էր ընտրված։ Հիմա կա այդպիսի բան, չկա։ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման լիազորությունը նախագահի սահմանադրական լիազորություններից է, որի համար որպես այդպիսին սահմանված ընթացակարգ ընտրության, թեկնածուի ընտրության սահմանված չէ։ Համապատասխան թեկնածություններ ներկայացվել են նախագահին, մի քանի։ Ես գիտեմ, որ նախագահը հանդիպումներ է ունեցել տարբեր թեկնածուների հետ, եւ պարոն Վարդանյանի թեկնածության ընտրությունը մանրամասներին չգիտեմ։ Ինքը նախագահ Խաչատուրյանի սահմանադրական դատավորի թեկնածու Վարդանյանը բարձր ատյանի պատմուճանը հագնելու համար դադարել է անդամակցել իշխող կուսակցությանը։ Սա օրենքի պահանջն է, սակայն նրա պատգամավորական լիազորությունները դեռ չի կասեցրել խորհրդարանի նախագահը։ Վարդանյանը մանդատը վայր դնելու դիմումն ամսի 19-ին է գրել։ Դեռ 2 օր կա, փոշմանի կամ էլ խորհրդարանի ընտրությանը չարժանանա, գործունեությունն ավարտող օրենսդիրում կմնա։ Քաղաքական թիվ 1 ամբիոնի մոտ առաջին անգամ չէ, բայց ասում է կունենա ոչ ստանդարտ ելույթ։ Միայն հիմա մինչև 30 րոպե այստեղից խոսելու իրավունք ունի։ Սահմանադրական դատարանը չի կարող գոյություն ունենալ վակուումի մեջ։ Չի կարող սահմանադրական դատարանը իրականացնել արդարադատություն կտրված պետությունից։ Չի կարող սահմանադրական դատարանը վեր լինել պետությունից։ Սահմանադրական դատարանը պետության պրոդուկտ է եւ պետք է գործի պետության շրջանակներում։ Խորհրդարանից քաղաքական գործիչը գնում է դատական համակարգ, այն էլ ամենաբարձր ատյան։ Թեկնածու Վարդանյանը եւս այստեղ ռիսկեր տեսնում է, դրանք փարատում նշելով, որ թե ազգային ժողովի падգամավորը, թե սահմանադրական դատարանի դատավորը իրենց պաշտոնը ստանձնում են երթումով, իսկ համապատասխան տեքստերի պահանջը գրեթե նույնական է, առաջնորդվել մայր օրենքով։ Մենք ցավոք թերագնահատում ենք շատ դեպքերում երթման ինստիտուտը վերաբերելով այն որպես ինչ-որ փոքրիկ ժեստի։ Իրականում երթում ունի խորքային իրավական նշանակություն։ Ընդդիմադիրներին, սակայն Վարդանյանի փիլիսոփայությունը չի բավարարում։ Պատիվ ունեմ խմբակցությունից դեռևս իշխանական падգամավորի լիազորություններով սահմանադրական դատավորի թեկնածու Վարդանյանին պատմական էքսկուրսի են հրավիրում։ Դուք քննադատել եք սահմանադրական դատարանի այն դատավորին, որի դեմ ամբողջ իշխանությունը պայքարում էր։ Խոսքը Հրայր Թովմասյանի մասին է։ Եվ ձեր քննադատության հիմնական շեշտադրումն այն էր, որ Հրայր Թովմասյանը հանրապետական կուսակցության անդամ է եղել, հետո դարձել է սահմանադրական դատարանի դատավոր, հետո նախագահ, եւ նա չի կարող ուղղակի լինել անաչառ դատավոր։ Հարցը անսպասելի չէր։ Գիտեք, ես Հրայր Թովմասյանի հետ կապված հիմնական խնդիրը ոչ նրա մեջ էր, որ վերջինս խորհրդարանից տեղափոխում է սահմանադրական դատարան, որքան նրա մեջ է, որ լինելով սահմանադրության նոր տեքստի ջատագով իր կողմից կերտված սահմանադրություն թողնում է մի կողմ եւ ընտրում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ։ Այստեղ էլ ընդդիմադիրները հակափաստարկ ունեն, հիշեցնում են առայժմ գործող սահմանադրությամբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։